Արդարադատությունը միշտ հաղթում է, փորձը ցույց է տվել, բայց այսօր կհաղթի թե չէ, մի փոքր կասկածելի է, որովհետև մեր իրականության մեջ մենք տեսանք, որ օրենքը, արդարադատությունը այսօր երկրորդական արժեքներ են դարձել ցավոք սրտի, բայց մենք որպես եւ հայ քրիստոնյա մարդ եւ որպես նաեւ եկեղեցական ենք փայփայում, որ վերջի վերջո պիտի արդար ձայնը լսվի։ Չի կարող արդարության ճիճը, ճշմարտության ձայնը խլացվել, անշուշտ պիտի փորձեն խլացնել, բայց ինչպես նաեւ ավետարանում է ասում, անապատում հնչող ձայնը երբեմն խլացվում է անապատի քամիներից կամ տարուբերումներից, բայց երբեք լռել չի կարող։ Հիմա սիրտ մարդիկ, այն մարդիկ, ովքեր ցավ են ապրում ճշմարտությունը խեղաթյուրելու համար, պիտի նաև իրենց ձայնը բարձրացնեն, աղոթքի տեսքով կլինի այն մտածումների տեսքով, այն ապրումների տեսքով, որ արդարությունը վերջի վերջո բարձրաձայնվի։ Ակնկալիք որպես այդպիսին ցավոք սրտի չունեմ, ես հորրպես մարդ չեմ, բայց իրականությունը այլ բան է, ապացուցում։ Հուսանք, որ եթե ոչ այս անգամ, իհարկե Աստված մի արասը, որ Սրբազանը կրկին անգամ անազատության մեջ որոշվի, որ անազատության մեջ պիտի լինի, բայց գոնե մոտ ժամանակներում հուսանք, որ Աստված պիտի տնօրինի այնպես մեր սրբազանները բոլորը, ոչ միայն Արշակ Սրբազանը, այլ բոլոր մեր սրբազանները, նվիրյալները կլինեն ազատության մեջ, կլինեն այն անդաստանում, որտեղ իրենք պահանջված են եւ կարեւոր ու իրենց ներկայությունը մեզ էլ որպես հոգեվորական, որպես հայ մարդ, որպես հայ քրիստոնյա ուժ է տալիս ու առաջնորդում է։ Ես այսօր էլի առիթ եմ ունեցել ասելու, արդեն 3 օր է շաբաթ օրվանից սկսած, իհարկե շաբաթ օրը իրենք ծառայողական մեքենայով այնտեղ էին, պարզաբանումներ չտվեցին, ասեցին, որ մեր իրավունքն է լռելը եւ որևէ պարզաբանում չտալը, իրենք ծառայություն են իրականացնում, իրենց ասելով, իհարկե գիտեմ, որ բոլորդ էլ տեղյակ եք, Պաշտպանության նախարարության մամլոխոսնակը հրապարակում արեց, պարզաբանելով, թե ինչի են իրենք այնտեղ, բայց իրականության մեջ մի քիչ այդքան էլ համոզիչ չէր, որովհետև իրենց նշած զորամասերը բավականին հեռու են եկեղեցուց, մոտ մի 3 կիլոմետրի չափով։ Այսօր էլի առիթ ունեցել եմ ասելու, կրկնեմ այստեղ, եթե եկեղեցին ստրատեգիական կարևոր օբյեկտ է, դա ուրիշ հարց է, բայց եթե եկեղեցին սրբավայր է, աղոթքի տուն է, չեմ կարծում, որ այդ ուժեղացված ծառայությունը պիտի կարևոր լինի հենց այդ տարածքի մեջ։ 3 օր է, հիմա ավելի իրենք ուրիշ բանով են, այսպես ծառայությունից կերպ են իրականացնում, քաղաքացիական մեքենաներով եւ քաղաքացիական հագուստով, բայց կարծես շուրջօրյա ռեժիմով այնտեղ ներկա են իրենք։ Իհարկե մեր ծառայությանը չեն խոչընդոտել, մեզ չեն արգելել եկեղեցի բարձրանալ կամ որևէ կերպ մեր շարժը չեն սահմանափակել, բայց նույնիսկ իրենց լուր ներկայությունը արդեն խոսում է, որ չեմ կարող պատասխանել այդ հարցին, ինչու են որոշել, որ այդտեղ պիտի ծառայություն լինի, ենթադրելի է, որ փետրվար 1-ով, երբ որ հրապարակվեց Պաշտպանության նախարարության եւ նախարարի հրամանը զինված ուժերի հոգեվոր առաջնորդության լուծարման մասին, ենթադրում եմ այդ ենթատեքստի մեջ է կամ հսկողություն ունենալ, չեմ կարող հստակ ասել, իրենք պիտի, որովհետև որևէ պարզաբանում սիրելիներ չեմ ստացել։ Ես անձամբ մոտեցել եմ, խնդրել եմ պարզաբանել, ինչի համար է ծառայությունը, իրենք ասում են, մենք իրավունք ունենք չպատասխանել ձեր արդին, դիմեք վերադաս մեր հրամանատարին, ղեկավարին, փորձել են կապ հաստատել, ճշտել ինչի է ծառայությունը այստեղ իրականացում հենց այս պահին, հենց այս ֆորմատով, որևէ
մի կերպ իրենք չեն արձագանքել, զանգերին չեն պատասխանել կամ անջատել են։ Հանրությանը ներկայացնել շետիքր զինվորների հոգևոր ծառայություն այն մանրային շարունակելու են լինել։ Նախքան դուք բացատրեք, արդյոք հոգևորականները շարունակելու են մնալ հյուրանոցերում, թե ոչ եւ ինչ որոշում կա մայրաքաղաքին եկել։ Ուրեմն հստակ էր հրամանի մեջ, որ այլևս դադարում է գոյություն ունենալ այն կառույցը, առաջնորդի եւ Մայրաթոր Սուրբ Էջմիածնի կողմից նշանակված հոգևորականների ներկայությունը պաշտպանության նախարարության համակարգում։ Հստակ ասված է նախարարի հրամանի մեջ, որ այլևս դադարում են այն հոգևորականները, որոնք Մայրաթոր Սուրբ Էջմիածնի կողմից նշանակված են վեհապար հայրապետի տնօրինությամբ, այլևս իրավասու չեն ծառայություն իրականացնել, հոգևոր սպասավորություն իրականացնել բանակում։ Իրենք հետո հաջորդ կետերի մեջ դա երկրորդ կետն էր, եթե չեմ սխալվում, հրամանի հաջորդ կետերի մեջ իրենք ներկայացնում են իրենց պատկերացրած, թերևս իրենց պատկերացրած ծառայության տիպը, երբ որ հոգևորական գրված չի, բառացիորեն այսպես է, Էջմիածնում, Մայրաթոր Սուրբ Էջմիածնում կրթություն ստացած, հոգևոր կրթություն ստացած անձինք, ուրեմն կարող են որպես գնդերեց կամ ավագ գնդերեց ծառայել, բայց արդեն փոխված ձևաչափով, այսինքն իրենք զինվորական կոչումներ պիտի ստանան, կապիտանի կոչումը կարծեմ գնդերեցին էր վերաբերում, մայորի կոչումը ավագ գնդերեցներին, ովքեր ի պաշտոնե անմիջականորեն ենթակա են դառնում զորամասի հրամանատարին եւ ԲՀ տեղակալին, այսինքն բարոյահոգեբանական աշխատանքներ իրականացնող հրամանատարի տեղակալին, սա ենթադրում է, որ այլևս այդ գնդերեսները, ովքեր որ կկոչվեն ծառայության, մենք ունենք գնդերեսներ, որոնք ժամկետային ծառայության մեջ են, իրենք այլևս կապը խզելու են Մայրաթոր Էջմիածնի հետ, ենթակայությունը դառնում է, որ պաշտպանության նախարարությանն է արդեն, իրենք են որոշելու։ Մայրաթորը վստահ եմ, որ հանդես կգա հայտարարությամբ, ես ավել բաներ չեմ կարող ասել կամ նույնիսկ չգիտեմ էլի, բայց վստահաբար վեհապար հայրապետը եւ ընդհանրապես Մայրաթորի տեղեկատվական համակարգը արձագանք կլինի, իրենք վստահ կներկայացնեն նաեւ Մայրաթորի դիրքորոշումը։ Գնդերեցները ինչպիսի տրամադրվածություն ունեն, շարունակել մնալ բանակային լեզվով ասած մարտական։ Մեր գնդերեսները միակամ են, միասիրտ են, իրենք իրենց հավատարմությունը ապացուցեցին, որ մեր կառույցը, որ շուրջ 3 տասնամյակ արդեն հեսա կլինի, որ գործում էր Հայաստանի Հանրապետության զինված ուժերում, կուռ կառույց է, միակամ է, իր ուխտին հավատարիմ եկեղեցու նվիրապետությանը եւ հավատարիմ վեհապար հայրապետին։ Այս պահին զորամասերում գնդերեցներ Կան ժամկետային այն ծառայողները, ովքեր ի պաշտոնը պիտի արդեն ծառայեն։ Շնորհակալ։ Ես շնորհակալ։